Ես շարունակում եմ հրապարակել ճշմարտությունը այն մասին, թե ինչեր են տեղի ունեցել Ղարաբաղում վերջին 35 տարիների ընթացքում։ Կբացահայտեմ մեկ գաղտնիք. այս բոլոր տարիներին ինձ եմ գրում, վստահում և զանգահարում սպանվածների հարազատները, նրանց որդիներն ու դուստրերը։ Ինձ են զանգահարում ամբողջ աշխարհից սպանությունների ականատեսները։ Կարևոր չէ, իրենց իսկ էջերից եմ գրում, թե կեղծ։ Ես շնորհակալ եմ հարյուրավոր ղարաբաղցիներից, ովքեր վստահում են ինձ։ Շնորհակալություն ձեզ։ Եկեք խոսենք Արթուր Աղաբեկյանի մասին, որի վերաբերյալ կուտակվել է շատ մեծ քանակությամբ տեղեկատվություն։ Նա Ղարաբաղի ամենաարյունարփու սպաներից և հանցագործներից մեկն է։ Նախկինում ղեկավարել է առաջին պաշտպանական շրջանը և 1989-90 թվականներից շրջանը վերածել է դժոխքի, իր բանդայի հետ սպանելով բազմաթիվ անմեղ մարդկանց։ Հայերի 1989-ից մինչև 1994 թվականը շրջանի բնակիչները արձանագրել են շուրջ 40 հայերի սպանություն, որոնք հենց Աղաբեկյանի և նրա մարդասպանների ձեռքերով են իրականացվել։ Մենք կսկսենք ամենաաղմկահարույց դեպքերից մեկից, ազնիվ և աշխատասեր Բոգդանի սպանությունից, ով հարգված և սիրված մարդ էր։ Սպանության պահին այդ վայրում կանգնած էին 8 հոգի, ովքեր իրենց աչքերով տեսել են տեղի ունեցածը։ Երկու վկաներ, կեղծ անուններով, այս բոլոր տարիներին ինձ են գրում և զանգահարում Եվրոպայից, պատմելով, թե ինչպես էր ամեն ինչ կատարվել։ Պարզվել է, որ Արթուր Աղաբեկյանը Բոգդանի ձեռքերը կապել է պարանով և նրա վրա ավտոմատից կրակել է մի ամբողջ պահեստատուփ փամփուշտ։ Աղաբեկյանը եղել է Սերժ Սարգսյանի անձնական ներկայացուցիչը, վերահսկողը։ Նա զբաղեցրել է ՀՀ պաշտպանության փոխնախարարի, ինչպես նաև Արցախի նախկին փոխվարչապետի և Մարտիկ հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահի պաշտոնները։ Մարտիկ հիմնադրամը ստեղծվել է 2002 թվականին։ Հիմնադրամի գործադիր տնօրենն էր Սեդրակ Սեդրակյանը, իսկ հիմնադիրների թվում էին Սերժ Սարգսյանը և Արթուր Աղաբեկյանը։ Ըստ կանոնադրության, հիմնադրամը գործել է մասնավոր նվիրատվությունների և անդամավճարների հաշվին։ Հիշեցնեմ ընթերցողներիս, որ բազմաթիվ ղարաբաղցի շարքային չինովնիկներ և հերոսներ ստեղծել էին նմանատիպ հիմնադրամներ հարստանալու նպատակով։ 2019 թվականին հարուցվել է քրեական գործ, հիմնադրամի միջոցներից 63 միլիոն դրամի հափշտակության փաստով, և այդ գումարը Աղաբեկյանը հետ է վերադարձրել խուսափելով պատժից։ Բայց եկեք վերադառնանք Հադրութի շրջանին, այն դժոխային տարիներին, երբ այնտեղ հայերի զանգվածային սպանություններ էին կատարվում։ Հադրութի շրջանը գտնվում է Ղարաբաղի հարավ-արևելքում։ Նրա տարածքը կազմում է 1877 քառակուսի կիլոմետր։ Բոգդանի սպանության օրը շրջանի հերոսների շարքում էին նաև հրամանատարներ Սարոն և Հվիկը։ Հիշեցնեմ, նրանք Սարի Շեն գյուղի հրամանատարներն էին և Լևոն Տեր-Պետրոսյանի կողմակիցները։ Արթուր Աղաբեկյանի հրամանով նրանց գնդակահարեցին։ Նա մինչև այդ հատուկ նպատակով արժանավոր հրամանատարների ու հերոսների կամքը կոտրելու համար մարդկանց պահում էր սովի մատնված վիճակում, արգելելով նրանց պատշաճ սննդի մատակարարումը, հատկապես նրանց, ում ծրագրել էր ոչնչացնել։ Այս բոլոր տարիներին մենք հավաքել ենք հսկայական քանակությամբ տեղեկություններ Հադրութի շրջանի հանցագործությունների վերաբերյալ և կարող ենք հաստատ ասել. բոլոր սպանված հայ հրամանատարների մահը Արթուր Աղաբեկյանի խղճի վրա է։ Նիկոլ Փաշինյանին տապալելու մոլուցքով 44-օրյա պատերազմի ընթացքում Աղաբեկյանը վազում էր գյուղեգյուղ, տարածելով խուճապ, որպեսզի մարդիկ չպաշտպանեն իրենց գյուղերը, այլ փախչեն։ Նա է հրամայել արցախյան բանակի սպաներին լքել հայ զինվորներին և փախչել։ Արդեն պատերազմի առաջին 2 օրերին հադրութցի սպաները լքում էին դիրքերը և հեռանում։ Վերջին տարիներին մենք ուշադիր հետևում ենք Աղաբեկյանի հարազատների վարքագծին։ Նրանք տարբեր վկաների են սպառնացել և նույնիսկ սոցիալական ցանցերում են սպառնալիքներ հնչեցնում։ Մենք բոլորին փաստագրել ենք և ունենք այդ մարդկանց անունների ամբողջական ցուցակը։ Մինչև 1988 թվականը, երբ Հադրութի շրջանը գտնվում էր ադրբեջանցիների վերահսկողության տակ, հայերը այնտեղ ապրում էին ինչպես դրախտում։ Համեմատեք, ինչպիսի դժոխքի մեջ հայտնվեցին մարդիկ սկսած 1988-ից դաշնակների և մարդասպան Արթուր Աղաբեկյանի ձեռքի տակ։ Այս մարդը դժոխքի վերածեց բոլոր հայերի կյանքը, և հայերը այս բոլոր տարիներին նրան անիծել են։ Ասում են նույնիսկ նրա երիտասարդ որդին, երբ մահանում էր քաղցկեղից, ասել է. «Պապա, իմ հիվանդության մեջ դու ես մեղավոր, դու վատ մարդ ես»։ Եթե նույնիսկ որդին այս աշխարհից գնաց սրտում վիրավորանքով, ապա պարզ է, ինչ է մտածում Աստված Հադրութի շրջանում հայ ավազակների գործած վայրագությունների մասին։ Հեղինակ Ռոման Բաղդասարյան։ Որ դատախազությունը ընդհանրապես պարտակելու համար մարտի 1-ի գործը
համակարգային կերպով դատախազությունը, քննչական մարմինները, դատական ատյանները կազմակերպված կերպով թույլ չեն տվել, որպեսզի այս գործը նորմալ ընթացք ունենա։ Եվ շատ պիտի ուզեի, որպեսզի մենք այսպես առանձին դրվագային քննարկումից վերացարկվեինք, եւ ես կուզեի, որ դուք անձնապես ասեք, մարտի 1-ին ինչ է տեղի ունեցել ի վերջո։ Սահմանադրական կարգի տապալում, մարդկանց պարզապես սպանություն, ինչ է տեղի ունեցել, այ որպես գլխավոր դատախազ, որ այսքան տեղեկացված եք եւ նյութերին ծանոթ եք ամբողջությամբ, շատ կուզեմ ձեզնից լսել։ Պարոն Բաբաջանյան, շատ մեծ է ցանկությունս գնահատական այստեղից հնչեցնելու, բայց ես դրանով ամբողջ դատաքննությունը կդնեմ լրջագույն հարվածի տակ։ Դուք մի մոռացեք, որ ես քաղաքական ելույթներ չեմ ներկայացնում, ես ներկայացնում եմ այն ինչ որ կա քրեական վարույթով եւ ցանկացած բառ, որ ես արտաբերում եմ այս ամբիոնից, կարա հետագայում օգտագործվի ի վնաս քննությանը։ Դրա համար շատ մեծ որպես Հայաստանի քաղաքացի իհարկե ցանկություն ունեմ ձեր հարցին պատասխանելու, բայց որպես գլխավոր դատախազ այդ հարվածի տակ չեմ դնի, որտեղ առաջիկայում մենք դրվագներ ենք ուղարկելու դատարան եւ ցանկացած կանխատեսում, որ ես այստեղից կանեմ, դատարանում դառնալու է փաստարկ ընդդեմ հանրային մեղադրողի, որ գլխավոր դատախազը դա ասեց եւ ասեց ի պատասխան հանրային լսումների եւ քաղաքական քննարկման։ Ես շնորհակալ եմ, որ նկատեցիք, որ գործի նյութերի վերաբերյալ դատախազությունը պատշաճ տեղեկացվածություն ունի։ Մեզ համար շատ կարևոր է, որ յուրաքանչյուր դետալ գործի նյութից մեր աչքից չվրիպի։ Իհարկե, մենք դեռ անելիք ունենք, որովհետև ես ինքս ամբողջ ծավալով 625 հատորին ծանոթ չեմ, բայց ծանոթ եմ ըստ կոնկրետ դրվագների, որոնցով մենք պլանավորում ենք ուղղությունները։ Նաև նշեմ, որ այս իմ կողմից որոշումների վերացումները հենց այս պահին բողոքարկվում են դատարան, բայց մենք դա նորմալ իրավական գործընթաց ենք համարում եւ քննիչը այս պահին արդեն նյութերն է անջատում, որպեսզի ուղարկենք դատարան։ Այսինքն Սա Շաֆյանի դրվագը դա այն դրվագն է, որ հասցրել ենք իրականացնել, եւ սա ուղղակի նաեւ ուղեցույց է, թե որ ուղղությամբ է քննությունը գնում, այդ թվում դատախազության վերահսկողության ներքո։ Ասեմ, որ հսկող դատախազն աշխատում է անմիջականորեն գլխավոր դատախազի հաշվետվությամբ եւ ենթակայությամբ։ Ստյոպա Սաֆարյան։ Շնորհակալ եմ շատ, հարգելի տիկին Վարդապետյան։ Իմ եւ դիտարկում եւ հարցնել վերաբերելու է իրականացող նոր քննության ծավալներին։ Ես հասկանում եմ օրենսդրական առումով ձեր կաշկանդվածությունը խոսելու ծավալների շրջանակի նորի հայտ եկած հանգամանքների կամ քննության առարկադարձած ուրեմն հանգամանքների պահով, բայց այնուամենայնիվ, քանի որ ինքս էլ պատիվ ունեմ այսօրվա լսումներում եւ որպես ականատես եւ որպես այդ ժամանակ ազգային ժողովի պատգամավոր եւ նաեւ որպես քաղաքագետ ու ուրեմն փորձագետ ներկայացնելու ժողովրդական ինստիտուտների խոցելիությունը այս սահմարկեցուցիչ հանցագործության շրջանում եւ դրա արդյունքում հարցս հետեւյալի մասին է։ Երբ կարդում ենք մարտի 1-ի քննված, արդեն իսկ քննված մինչև վերավորակավորման այս ընթացքը, գործընթացի սկիզբը, թատորյակներ երբ կարդում ես, այն տպավորությունն է, որ գործ ենք ունեցել կազմակերպված բանդայի հետ, դուք ինքներդ էլ ձեր խոսքում հողում կատարելով այդ իրականացված քննությանը, համենայնդեպս խոսեցիք երկու շտաբերի մասին։ Ես որպես պատգամավոր, ում նաև հարցուպատասխանը այն ժամանակվա արտադրության նախարարի հետ, որը այդ ամբիոնից ներկայացնում էր ուրեմն հատուկ դրության ուրեմն հրամանագիրը, մենք այն ժամանակ ոչ տեղյակ էինք 0037 գաղտնի հրամանի մասին։ Եվ ես նույնիսկ երբ հիմա հետին թվով կարդում եմ քրեական գործի նյութերում հենց իմ հարցապատասխանի մասը, տեսնում եմ, որ անգամ այն ժամանակ չունենալով այդ տեղեկատվությունը, որպես երկրի օրենսդիր մարմնի անդամ, համենայն դեպս տեղի է ունեցել իշխանության զավթում եւ կարծում եմ, որպես իրավաբան ինձանից առավել լավ տեղյակ եք, որ իշխանության զավթումը դա միայն եւ միայն ընտրությունների կեղտելու միջոցով իշխանության տիրանալը չէ։ Դա նաեւ պետական համանդրորեն լիազորված մարմինների գործառույթների
զավթումն է եւ վերագրումն է ոչ համանդրական մարմիններին, ոչ դրանց համար լիազորված մարմիններին, որովհետեւ ըստ էության այն երկու շտաբերը, որոնք գործել են եւ որոնք արկա են, իրականացրել են հենց իշխանության զավթման գործողություններ, այսինքն իրականացրել են ներքին անվտանգության գործողություններ, ոստիկանության փոխարեն, ներգրավել են բանակ, որի իրավունքը չեն ունեցել։ Քանի որ մեղադրանքը, որը ըստ էության համվեց հանցագործության, այսպես ասած, հատկանիշների բացակայության հիմնավորմամբ սահմանադրական կարգի տապալումը, ինձ հետաքրքրում է այնուամենայնիվ, որպես շարունակություն Ռուբեն Մեհրաբյանի, Արման Բաբաջանյանի հարցին, իշխանության զավթման, ժողովրդավարական գործընթացներին չմիջամտելու, Հայաստանի ժողովրդավարությունը ապահովելու պոզիտիվ պարտավորություն տեսանկյունից պետության ինչ շրջանակներ են այնուամենայնիվ ընդգրկում կատարվող քննչական գործողությունները, որովհետև ես չէի ցանկանա, որքան էլ կարևոր է առաջին հերթին կյանքի իրավունքի ապահովման հարցը, որը ըստ էության վեր է բարձրանում միեդի այս քննարկվող որոշման շրջանակներում կամ կլինի դա Մուշեղ Սահաթելյանի գործով կայացած որոշման շրջանակներում, ես չէի ցանկանա, որ այնուամենայնիվ քննության շրջանակները սահմանափակված լինեին բացառապես այս ներկայացվող մեղադրանքների առումով, որովհետև ներեցեք, նույնիսկ մենք 6 տարի շարունակ չենք կարողացել հրապարակել մեղադրանքը։ Պետությունը ըստ էության չի կատարել, նույնիսկ ես ավարտում եմ վերջին նախադասությունը, պետությունը ոչ միայն չի ապահովել կյանքի իրավունքի պաշտպանություն, ոչ միայն չի իրականացրել արդար քննություն, այլ պետությունը նույնիսկ չի կարողացել ապահովել ողջամիտ ժամկետներում դատաքննություն, եւ դա տեղի ունեցել մեր աչքի առաջ 6 տարի շարունակ, երբ դատարանի կողմից դա չի ապահովել։ Շնորհակալ եմ շատ։ Շնորհակալություն, պարոն Սաֆարյան։ Նշեմ, որ վստահ եմ, որ այդ ըմբռնումը ձեզ մոտ չկա, բայց քանի որ ձեր հարցի մեջ հնչեց, նաև բարձրաձայնեմ, որ մեղադրանքի փաստական կողմը մնացել է։ Վճռաբեկ դատարանը մեզ հնարավորություն է տվել փոխելու իրավական գնահատականը։ Այսինքն այն փաստական կողմը, որը որ պիտի ներկայացվի դատարանում, ինքը չի տարբերվելու եւ չի էլ կարող տարբերվել այն փաստական կողմից, որը կար մինչեւ 2021 թվականի կարճումը, հետագայում իմ կողմից նշված արդեն գործընթացը։ Այսինքն մենք դատարան ներկայացնելու ենք փոփոխված իրավական գնահատականով փաստական կողմը նույնը։ Դրա համար տպավորություն չստեղծվի, թե այն աշխատանքը, որը կատարվել է, կոպտեսած ջուրնա լցվել, բնավ։ Այստեղ ես կցանկանամ, քանի որ ճիշտ դիտարկումներ արեցի քննության շրջանակների հետ կապված, նշեմ, որ քննությունը չի սահմանափակվում միայն 10 անձի սպանության դրվագով, դա ներառում է, բայց ըստ էության, եթե մենք նայում ենք մեծ պատկերի մեջ, 10 անձի սպանությունը հետևանք է։ Եթե մենք խոսում ենք հատկապես պաշտոնեական լիազորություններն անցնելու, խոշտանգումների, բռնություն գործադրելու եւ որոշակի հիերարխիկ կառուցվածքի մեջ հրահանգներ տալու եւ հրահանգները կատարելու։ Այսինքն այս առումով ձեր դիտարկումը լրիվ ճիշտ է եւ ուզում եմ վերահաստատել, որ քննությունը չի սահմանափակվում ընդհանրապես միայն սպանությունով, մենք միայն սպանություն չի, որ քննում ենք։ Սպանությունը մեզ համար այս գործողությունների արդյունքում առաջացած հետևանք է եւ մենք քննության պես պահին աշխատանք ենք տանում պատճառահետևանքային կապերը հասկանալու համար, որ այդ 10 անձի սպանությունը եւ մնացած բոլոր անձանց վնասվածքները, որտեղ դրանք բազմաթիվ են, արդյոք պատճառական կապի մեջ են գտնվում այս դրան նախորդած գործողությունների հետ, որոնք կատարվել են պաշտոնատար անձանց կողմից նաեւ եւ կատարվել են որոշակի հիերարխիայի շրջանակներում։